Բարև, ես Արևիկն եմ, իսկ դու? Արևիկ անունով բնակավայրն ես, շատ ուրախ եմ, հաճելի է։ Սիրելիներ, ես այն երջանիկներից եմ, ով իր անունով ունի բնակավայր Հայաստանի Հանրապետությունում։ Դե Արևիկ ջան, Արևիկում քեզ լավ օր եմ մաղթում։ Մենք արդեն Արևիկի կենտրոնում ենք, ասեմ, որ բնակավայրը պատկանում է Արմավիրի մարզի մեծամոր խոշորացված համայնքին։ Գնանք շփվենք բնակիչների հետ։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, որն առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, տեսախցիկներ, դոմոֆոն, մի խոսքով ամեն ինչ, ինչը որ պետք է ապահով կյանք ունենալու համար։ Սիրելիներ, մանրամասներին ծանոթանալու համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Ինչ եմ ուզում ասել, օգտվեք ամենաընտանեկան կապից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ քաղցր ջան։ Ինչպե՞ս եք։ Էլի այնպես։ Դա ո՞րն է։ Դա լավն է։ Լավ եք այսինքն։ Իհարկե, չեմ բողոքում։ Ձեր անունը ինչ է։ Իմ անունը Միշա։ Միշա, ուրախ եմ շատ։ Այստեղ բոլոր մարդիկ Արև են, հա։ Հա, իհարկե։ Հա, Արևիկց են, բոլորն էլ Արևիկց են։ Եթե հեծանիվ նվիրեք, դու ասեցիք, չէ՞։ Փաշյանն նվիրելու, թող նվիրի, եթե ոչ, արևը կպաքսցնենք, չենք թող արևը դուրս գա։ Արևի հետ ուղիղ կապ ունեք դուք։ Լրիվ կարգով։ Կարող է արևը դուք եք ուղարկում, որ Հայաստանի Իհարկե, անպայման։ Բա ոնց, ռուլը դենց է լինի։ Հեծանիվը ձերն է։ Այո, խվս հեծանիվա։ Քանի տարի է որ քշում եք։ Քանի տարի է որ քշում եք։ Մեր 20-30 տարի է քշում եմ, էլի։ Այդ նույն հեծանիվը։ Հա, այդ հին հեծանիվը։ Հնացել է, այո, ինչ անեմ, հնարավորություն չունեմ։ Նոր հեծանիվի տարիք ունեք։ Հա, միայն խվս։ Ինչ։ Խվս, ռուսական է, էլի։ Սրանք կոչում են խվս, այն կարմիրները չէ, այնտոնք որ Փաշյանը քշում է, այդանից չէ։ Կարող եք դիմել Փաշինյանի։ Դե մի ես ասում եմ, ձեզ հեծանիվ նվիրի։ Խվս հեծանիվ։ Ասում է բոլորդ էլ հեծանիվ քշեք, ասեք պետք է ունենամ, չէ՞։ Այո, բա ոնց, հին ամաշ հեծանիվ է, ինչ անեմ ես դա այդ ցեպը քցում է։ Պարոն Փաշինյան, պարոն Միշային մի հատ ընտիր հեծանիվ ուղարկեք։ Այո, ընտիր հեծանիվ, որ թոշակառու մարդ են կարա, բա գոնե կարանանք մենք մեզի տիրապետ ենք, էլի այսպես ասած, պարոն Փաշյան։ Դու ինձ չես ճանաչում։ Չէ։ Վայ, մեր հաղորդումները չեք նայել։ Ոչ։ Վայ աման։ Լավ, ոչինչ, այսօր հետ կճանաչես։ Մենք եկել ենք բացահայտենք Արևիկ գյուղը։ Դու ինձ կօգնես։ Այո։ Դա ձեր մշակույթի տունն է, Դավիթ։ Այո։ Խմբակներ կան։ Լիքը։ Հա, օրինակ։ Նկարչական, դաշնամուրի, պարի եւ այլ։ Նաև գրված է վարչական ղեկավարի նստավայր, այսինքն համ մշակույթի տունն է, համ վարչական ղեկավարի նստավայրը։ Այո։ Ալո։ Հա, մամ։ Ոնց քեզ լավ չես զգում։ Վայ, բայց ես Երևանում չեմ։ Ես Արևիկ գյուղում եմ։ Հիմա քեզ ոնց դեղ հասցնեմ։ Լավ, սպաս, ես մի բան կմտածեմ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ մայրիկը իրեն լավ չի զգում, բայց ես հասել եմ Արմավիրի մարզ գյուղ Արևիկ, ու ինձնից դեղորայք ա ուզում, հիմա ես իրեն ոնց ուղարկեմ։ Եթե ունեք քաղաքում բարեկամ կամ
Հա, մայրիկը սենց քաղաքում է, Երևանում է։ Հասցեն հիմա կասեմ Նորք Մարաշ, ահա, վճարումը on-line ես կանեմ, լավ։ Շատ լավ, մեկ ժամանակ կմոտեցնենք առողջություն ձեզ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ առողջություն։ Փրկեց ինձ Էմիլի Ֆարմը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, ուզում եմ ծանոթանալ ձեզ հետ։ Խնդրեմ։ Հովանեսյան Նարին է, Արևիկի երաժշտական դպրոցի տնօրեն։ Օ, ուրախ եմ շատ։ Ես էլ Արևիկն եմ, շարքային քաղաքացի։ Դուք Դաշնամուրի ուսուցչուհի։ Ես Դաշնամուրի ուսուցչուհի։ Ահա, համ տնօրինում եք երաժշտական դպրոցը, համ դասավանդում եք։ Եվ դասավանդում եմ, ունեմ մի քանի ժամ Դաշնամուրի դասեր դասավանդում։ Ահա, քանի սան ունեք։ Ունենք 45 սան։ Իսկ համերգները որտեղ եք կազմակերպում։ Համերգները կազմակերպում ենք Դալիճում։ Ահա, դա մշակույթի տան Հա, է սա պատկանում։ մենք առանձին չունենք երաժշտական դպրոց, ցանկալի է որ ունենանք, մեզ այս ինչպես ասեմ, այս պայմանները այնքան լավ չի, որ ասենք երաժշտականի համապատասխան լինի։ Այ որ մենք ունենանք երաժշտական դպրոց առանձին գյուղում, ավելի լավ կլիներ։ Դու որ դասարանում ես երաժշտական դպրոցում։ Երաժշտական դպրոցում վոկալի բաժնում 6-րդ դասարան, իսկ Դաշնամուր 5-րդ։ Ինքը շատ լավ երգում է։ Նաև կարողանում ես լավ երգել։ Շատ լավ։ Շատ լավ։ Օ, բա մենք ունկնդիր չլինենք Մարջանի կատարմանը։ Որը կերքես մեզ համար մի փոքրիկ հատված։ Կերքեմ բարի արագիլը։ Բարի արագիլ, բախտի արագիլ, արագիլ կանան, արագիլ ամրան, իմ տան մոտարի, բարի արագիլ, բույն ու սիրծարին, բարդ ու կատարին։ Բրավո։ Անին ապրում է այս գյուղում, նոր ընդունվել երաժշտական դպրոց, Դաշնամուրի առաջին դասարանում է եւ առաջին քայլերն է անում հնչյունների հետ։ Չէ, Անի ջան։ Եվ ինքը շատ սիրում է երաժշտությունը։ Դու պետք է մի կատարում ես նվիրես։ Որն ես նվագելու։ Բերթով ամառը։ Դե տեսնենք քեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ինչպե՞ս եք։ շնորհակալություն։
Շատ լավ ես նվագում, ապրես։ Շնորհակալություն։ Այո։ Ապագայում մեծ կանոնահարուհի կդառնա։ Նվաճի, այո։ Իհարկե, Մարջանի քույրիկն ես դու։ Այո, Անունդ ի՞նչ է։ Մարիամ։ Մարիամ ջան, ո՞նց է կյանքը անցնում Արևիկում։ Շատ լավ։ Բոլորը ասում են շատ լավ։ Հետաքրքիր է։ Ոչ մեկ այսքան ժամանակ չդժգոհեց։ Մեր երեխաներին մենք աշխատում ենք երջանիկ դարձնենք, ոչ թե մեր հոգսերով ծանրաբեռնենք։ Այ օրինակ Ռուզաննան։ Ինչ երազանք ունես։ Ես միշտ երազել եմ, որ մեր երաժշտական դպրոցը ամենալավ երաժշտականն է։ Այդ ինչպես։ Ամենալավ ասելով ինչ նկատի ունես։ Որ պատերը նոր լինեին, գործիքները նոր թարմ լինեին։ Իսկ քեզ համար ինչ երազանք ունես։ Որ քո կյանքում ինչ փոփոխություն լինի, ինչ վերջապես ունենաս։ Կամ ում տեսնես։ Ես ուզում եմ Լիլիթ Հովհաննիսյանին տեսնել։ Ահա, սիրում ես իր երգերը։ Շատ լավ, հուսանք մի օր Լիլիթ Հովհաննիսյանը Արևիկում մենահամերգ կկազմակերպի։ Իսկ դու Աստրիկ։ Ահա, Աստրիկ ջան։ Ես երազում եմ, որ կարողանամ լավ կանոն նվագեմ, լավ երգեմ ու կարողանամ դաշնամուր նվագեմ։ Եվ երազում էի իրականում ձեզ տեսնել, ես շատ եմ նայում ու շատ սիրում եմ։ Երազում էի ձեզ տեսնել։ Իրոք։ Օ, Ձեզ շատ եմ սիրում։ ես ձեզ եմ շատ սիրում։ Որ ասում եմ արև մարդիկ են Արևիկում ապրում, չեք հավատում, տեսակ։ Ապրի Աստրիկը։ Քո անունը քշեցնես։ Անի։ Անի ջան, խոսենք քո երազանքների մասին։ Ես երազում եմ, որ մեծանամ, դառնամ պրոֆեսիոնալ կանոնահարուհի ու որ իմ երազանքներից մեկն է, որ մեծանամ, բեմերում արդեն կանոններ նվագեմ։ Ու Մրցանակներ ստանաս։ Ապրեք երեխեք ջան, Արևիկը շատ սիրեք ու միշտ ապրեք Արևիկում, որովհետև աշխարհի ամենալավ գյուղը ձերն է։ Մենք էլ գնանք տեսնենք էլ ինչ կա չկա Արևիկում։ Արևիկում շենք կզանգես Արևիկի հետ խոսանք։ Օ, ոչ չեմ կատարի ձեր խնդրանքը։ Բա դուք մի բան ասեք, ես չանեմ։ Հեսա զանգենք, տեսնենք պատասխանի Արմինեն։ Ալո։ Բարև Արմինե։ Բարև Արմինե։ Լավ ես։ Լավ, դու կանցեք։ Լավ ենք, դու լավ ես։ Ներկայացեք։ Մենք ապրում ենք Արևիկ գյուղում ու սիրում ենք ձեզ։ Արմինե, դու գիտես, որ Արևիկ անունով գյուղ կա։ Չէ։ Բա դե իմացի, հիմա քո այդ Արևիկի փոքրիկներն են խոսում, տես ինչ են ասում։ Թե ասել։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Մենք ես դες։ Արմինե, երեխեքը ուզում են, որ դու հատուկ իրենց համար երգ երգես։ Երգես։ Լավ, Արմինե, դե նկարում ենք, հələ երգի։ Քեզ ենք սպասում, արագացրու։ Ապրես։ Ուզում ես իրենք էլ քո համար կերգեն։ Չէ։ Ինչ։ Չես ուզում։ Չէ։ Լավ, Արմինե, հաջող Արմինե։ Հաջող։ Նորից եկավ, օրն իմ սիրած, նոր ինձ անցավ մի տարի, այսօր պիտի բարին փերին, ցանկություններս կատարի։ Լիլիթ Հովհաննիսյան, ես ապրում եմ Արևիկում, իմ անունը Ռուզաննա է, ես շատ եմ ուզում ձեզ տեսնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ ենք, շնորհակալ ենք։ Դուք ինչպես եք։ Լավ ենք, ինչ կա չկա Արևիկի գրադարանում։ Արևիկի գրադարանում ընթերցանություն կա, միջոցառումներ կա, տարբեր միջոցառումներ եմ կազմակերպում։
Շփվում եմ երեխաների հետ, շատ սիրում եմ իմ աշխատանքը, շատ սիրում եմ երեխաներին։ Մեր հայ գրողների ծննդյան օրերին միջոցառումներ եք Իհարկե, տոն օրերին, գրողների ծննդյան օրերին, նրանց վերաբերյալ տարբեր միջոցառումներ։ Աստված, ես ինչ ես անում դու։ Բրավո։ Տաղանդավոր ջիվանը, հա, արևիկցի։ Ինձ էլ կսովորեցնես։ Հա։ Ոնց անեմ։ Մատդ ուղիղ պահ։ Ուղիղ պահեցի։ Ահա, հետո։ Բերեմ։ Բերեմ չի լինի։ Աշոտ, արի դու սովորի, հա։ Վայ, չեմ կարողանում։ Այ չեմ կարողանում։ Արի Աշոտ, արի դու սովորի։ Լտուլը ջի։ Ինձ սովորացնի։ Ոնց անա։ Ես տրամով կարա։ Ոնց ես։ Լավ եմ։ Ինչ կա, չկա։ Բան չկա, ինչ պետք է լինի։ Ինչ իմանամ, դու պիտի ասես։ Ասին։ Արևիկում մարդիկ ոնց են ապրում։ Լավ։ Ինչ հոգսեր, ինչ խնդիրներ կան։ Եսին վատ, լավ, տենց։ Խառը էլի, ամեն ինչից էլ կա։ Հա։ Քո անուն ի՞նչ է։ Ջիվան։ Սիրած աղջիկ ունես։ Հա, Հա։ Այդպես վստահ ասում ես, հա։ Ո՞վ է ինքը։ աստղը։ Աստղը ո՞վ է։ Հարևան։ Հարևանուհիդ է։ Չէ։ Սկողի մայլին։ Հա, կողքի մայլեն ամնում։ Քո դասարանից, հա։ Աստղիկի մեջ ամենաշատը ի՞նչն ես հավանել։ Ինչով ենք տարբերվում ուրիշ աղջիկներից։ Ոչ մի բան։ Ոչ մի բանով։ Բա ինչի ես հենց իրեն ընտրել հազարի միջից։ Ոչ մի բանով։ Սիրունությունով։ Տեն։ Ինքը երաժշտական դպրոցում սովորում է։ Հա։ Ինչ է սովորում։ Նկարչական է։ Հա, ուրեմն Աստղին այսօր չենք հանդիպել։ Ինքը նկարչականում է։ Իսկ ինքը գիտի քո անկեղծ սիրո մասին։ Ոնց է իրեն դա ասել։ Դաժե պաչիլին։ Դաժե պաչիլ ես։ Այդ ոնց է սասրել։ Ծաղիկ է շուշուտ տալիս։ Դա ծաղիկները քեզ որտեղից։ Առնում էիր։ Փողը որտեղից։ Պապան էր տալու։ Մի րոպե, ասում էր կգնաս ծաղիկ կառնես։ Վայ։ Բա Աստղիկը քեզ սիրում, հա։ Հա։ Ինքն էլ քեզ։ Փոխա դարձա ձեր սերը։ Իսկ Աստղիկին ուրիշ սիրողներ կան։ Կար, բայց էլ չէ։ Սերը մե ասել, պայքարում են հիմիկվանից։ Ապրես, երբեք չընկճվես։ Հա։ Իսկ ոնց ես պատկերացնում, հարսանիքա լինելու, թե փախցնելու ես։ Հարսանիքը լինելու։ Հա, այ կկան ավանդական հարսանիք, զուռնադհոլ, ամեն ինչ, հա։ Հա։ Դե մեզ էլ կհրավիրես, չմոռանաս, լավ։ Եղավ Ջիվան ջան։ Իսկ ինչ երազանք դու ունես քո ապագայի հետ կապված, գյուղի հետ կապված, այ ինչի պակաս դուք ունեք Արևիկում, ինչ կուզենայիր, որ այստեղ ձեզ համար ստեղծեին, կառուցեին։ Կուզեի բասեն, խաղ հրապարակ լիներ։ Ջիվան, մենք առավոտից սուրճ չենք խմել, ոնց անենք։ Եսիմ քիլը գետանք հոպարենց տունը խմենք։ Մոտիկա տունը։ Հա։ Որտեղ է։ Ես ըստեմ։ Հա, դե գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հազար բարի, քուրջան։ Ինչպե՞ս եք։ Լավ եմ, համի լավ եմ, ոչ լավ եմ։ Պարոն Գվիդոն, իսկ նախկին անունը ինչ է եղել գյուղի։ Արջախ, Արջախ։ 1946 թվականին գյուղի անունը փոխվեց, դրեցին Արևիկ։ Ինչու Արևիկ։ Կարող էին Աստղիկ դնել, Լուսին դնել, Ամպիկ դնել։ Ինչու հենց Արևիկ։ Այդ ժամանակ
մեր մեծերն, մեր ղեկավարներն են դրել, ես դանից տեղյակ չեմ կարող ասի։ Դե փոխեր են էլի։ Պարոն Գվիդոն, հələ ասեք տեսնեմ Արևիկում մարդիկ ամենից շատ ինչով են զբաղվում, օրինակ խաղողագործությամբ։ Հա, խաղողի այս տարի խաղողը ճանապարհը հենց մի ճանապարհներ նորից փակեցին։ Ռուսաստանը փակել է։ Չեք կարողանում արտահանել։ Չեն կարող, իրոք որ չեն, հենց։ Բա ինչ եք անում այդքան խաղողը։ Հազարատ ավտոյա բանում լարսիկ կայնազար չեն թողել, ռուստը չի թողել։ Գործարաններին տալիս եք։ Տվել են։ Հա, ով ունի գործարանի խաղող, ով ունի ինի տվել է։ Անձամբ դուք խաղողագործությամբ զբաղվում եք։ Վաղտին զբաղվել եմ։ Հիմա ոչ։ Ըստ ձեզ Արևիկը ինչի կարիք ունի։ Ինչ կուզենայիք, որ ղեկավարությունը այստեղ աներ։ Ինչ գործեր պետք է անել։ Մի բան ասեմ Խուժան։ Ասենք այս յուղի ղեկավարները ով եկել է մի բան, ասենք այս ժողովրդի համար մի բան չի արել։ Ծածուրան քարնիկը տեսած ոչ իմ հորոպորտ տղենա, ոչ էլ ես իմ հարազատն եմ։ Ոչ մի անգամ իմ բարեկամը չի։ Բայց այս մարդը սաղ յուղն բաները ջրերը թազա բաները քտին այս տրուբեկը քաշեցին ջուրը տվին ժողովրդին վերջը հետո նորից բերել են ովքեր էլ որ գազեր չունեն հենա գազնել են տանում են իրանց հաշվին օգնում են ժողովրդին օգնում են էլ այդ մարդը ինչ անում է հա գյուղապետը աշխատում է լավ էլ աշխատում է իսկ խմելու ջրից ոռոգման ջրից նեղվում եք չէ Կարողանում եք դաշտերը հանգիստ ոռոգել։ Մենք բան ենք խփել, հորեր ենք խփել։ Արտիզյան։ Հա, արտիզյան 25-ից համարը 25-30 մետրի։ Խփել ենք լավ է։ Խմելու ջուր միշտ ունենում եք։ Պաստան։ Հեսա գալում է։ Հեսա մի բացա գալում է ջուրը։ Չի կտրվում։ Չէ, ասպանջի գալում։ Ես ախր, ես ինչ ասեմ, այդ մարդը անում են, այդ մարդու ջեբերը չի լե թափե, որ այդ մարդը քանձի ասի գիտես ինչ կա Գվիդոն, անես 500,000-ը կնա քո տան համար ալուրար, սորենար։ Պետք է այդ մարդուն էլ լի որոնցի ասենք օգնել, բայց տեղը կալած օգնում է մարդը։ Անա չի ոչ չի օգնում, լավ էլ օգնում է։ Երեխեք, դե գնանք, տեսնենք Արևիկի մանկապարտեզը։ Կուղեկցեք, չէ՞ մեզ։ Այո։ Վայ, ես ինչ լավ տրակտորա, ավտոյա, մոտոյա։ Այո։ Աշոտ, մի խոսքով ես գնում եմ Երևան, թե դու ոնց կգաս, դա ինձ չի հուզում։ Պակա։ Հիմա կարաս խոտ տաս։ Արի։ Հա, գնում ենք Երևան։ Քեզ էլ եմ հետ ստանում Երևան։ Չի խոտ կտաս, բավար գնա։ Չի գնա։ Հələ։ Պրոստի ադրած։ Խալաստոքից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Ինչ կա չկա։ Բան չէ։ Ինչ եք պատրաստվում անել հիմա։ Նկարվեք։ Պատրաստվում եք գնալ տուն։ Այո։ Երեխեք, անկեղծ ասեք, որտեղ եք ձեզ ավելի լավ զգում, մանկապարտեզում թե տանը։ Մանկապարտեզում։ Գիտեք, չէ, ձեր մանկապարտեզը Հայաստանում ամենասիրունն է։ Ոչ մի գյուղ ձեր մանկապարտեզի նման չունի։ Գիտեք այդ մասին։ Այո։ Այո։ Ձեր գյուղի անունը ինձ կասեք, երեխաներ։ Դուք որ գյուղում եք ապրում։ Ապրում եք Արևի մաս, Արևի գյուղ։ Արևիկի մարզ, Արևիկ գյուղում։ Այո։ Այո։ Վստահ ես ասում։ Քո անունը ի՞նչ է։ Տիգրանը։ Տիգրան։ Այ Տիգրան, որ մեծանաս որոշել ես, ինչ ես դառնալու։ Կդառնամ բժիշկ։ Բժիշկ։ Այո։
Ինչի համար ես որոշել բժիշկ դառնաս։ Որ երեխաները կան իրաց բուժեմ։ Հատուկ երեխաներին բուժես։ Այո, Քո անունը ի՞նչ է։ նարե։ Կասես մանկապարտեզում ամենաշատում ես սիրում։ Կենցյաննային։ Ահա, ընկեր Դիանան ձեր դաստիարակչուհին է։ Նա ձեզ ինչ է սովորեցրել։ Որ լինեք ընկերասեր, իրար սիրեք, հարգեք մեկըդ մյուսի, հա? Էլ ինչ է սովորեցրել, նույն խմբից եք։ Ահա, քո անունը ինչ է։ Լիադա։ Լիաննա, քանի տարեկան ես դու։ Եկեք այժմ ծանոթանանք։ Ես ընկեր Էլիզան եմ։ Ուրախ եմ շատ։ Ես նույնպես։ Իդեպ նշեմ, որ Արևիկ գյուղի մանկապարտեզը Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին մոդուլային մանկապարտեզն է։ Շահագործման է հանձնվել ընդամենը 2024 թվականի մարտի 15-ից։ Հանձնվել է շենքը շահագործման, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք արդեն մտնել հունի մեջ, թե աշխատակիցները, թե երեխաները արդեն այնպես է, որ չի երևում, որ ինքը ընդամենը 1.5 տարեկան է մանկապարտեզը, կարծում եմ դուք կփաստեք։ Այսինքն մինչև 2024 թվականը գյուղը մանկապարտեզ չի ունեցել։ Մանկապարտեզը վերջին անգամ Արևիկ գյուղում մանկապարտեզ գործել է 90-ականների սկզբին, այնուհետև այն սև ու մութ տարիներին արդեն փակվեց եւ դրանից հետո կարող եմ ասել, որ յուրաքանչյուր արևիկցու համար մանկապարտեզ ունենալը եղել է երազանք։ Այս խաչքարը նվիրված է մեր հերոս հայորդիներից մեկի հիշատակին, Սևակ Խաչատրյանի հիշատակին, ով նույնպես իր երիտասարդ կյանքը չխնայեց հայրենիքի ազատության եւ բարօրության համար 2016 թվականի սեպտեմբերի 25-ին զոհվեց Սևակը Արցախում։ Ցավոք նրանից հետո եւս զոհեր ունեցանք։ Ապրիլյան պատերազմի ժամանակ գյուղը տվել է զոհ Գորգ Կիրակոսյանին եւ այնուհետև 44-օրյա պատերազմին զոհվել է Արտակ Հարությունյանը։ Բայց դրանից առաջ Արցախյան պատերազմի ժամանակ մեր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներից նաև հայրենիքին իրենց կյանքը նվիրել են Գևորգ Մակարյանը եւ Համլետ Ավետիսյանը։ Ուզում եմ, որ լույս իջնի նրանց շիրիմներին եւ բոլոր այն բազմաթիվ հայրենիների շիրիմներին, ովքեր առանց վարանելու իրենց կյանքը նվիրաբերեցին իրենց հայրենիքի ազատության, անկախության եւ այսօրվա մեր համար։ Շնորհակալ ենք բոլորից։ Ես Ալիկն եմ, սովորում եմ Արևիկի միջնակարգ դպրոցում։ Որտեղ էլ այժմ գտնվում ենք։ Բայց ձեր ֆուտբոլի դաշտը անմխիթար վիճակում է գտնվում։ Այո։ Արի առիթից օգտվենք ու պահանջենք, որպեսզի վերանորոգեն մեր ֆուտբոլի դաշտը։ Այո, իսկ գյուղում ուրիշ ֆուտբոլի դաշտ։ Այո, ունենք, ուղղակի կրկին գտնվում է անմխիթար վիճակում։ Այսպիսի վիճակում։ Այո, բայց ոչ կան գծերը, ոչ Դարպասներ գոնե ունեք։ Դարպասներ ունենք, բայց դարպասների վրա ցանցեր չկան։ Դե ուրեմն արի խնդրենք, որ թե դպրոցին հարակից ֆուտբոլի դաշտը, թե գյուղի ֆուտբոլի դաշտը վերանորոգեն, նորը կառուցեն, որ դուք ապագայում մեծ ֆուտբոլիստներ դառնաք, որովհետև յուրաքանչյուր տղա շատ է սիրում ֆուտբոլ։ Այո, երազում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ։ Դու էլ։ Չէ, ես ավելի շատ տարված եմ դհոլով։ Հա, դհոլի խմբակների գնում ես։ Հաճախել եմ 3 տարի գյուղում, բայց մի քանի օր առաջ դուրս եմ եկել։
Սիրելիները, շնորհակալություն եմ հայտնում մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր Efnet Telecom ընկերությանը, Emily Farm դեղատների ցանցին։ Այսօր էլ անցկացրեցինք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում։ Շատ ուրախ եմ, որ իմ անունով գյուղ կա Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր բոլոր արևիկցիները զբաղված էին խաղող հավաքելով եւ մթերում իրականացնելով, այդ պատճառով էլ չկարողացանք շատ բնակիչների հետ շփվել։ Խոստանում եմ, սա մեր առաջին, բայց վերջին այցը չէր։ Ես բոլորից շատ սիրեցի։ Էլի ենք գալու, մեզ սպասեք։